Ուրեմն մի հատ թեմայի մասին խոսանք։ Մեր հայերը մարդուն հոգի են ասում։ Այսինքն ասենք չեն ասում 10 հատ մարդ կամ 5 հատ մարդ, ասում են 10 հոգի, 5 հոգի, 1 հոգի։ Այդտեղ շատ խորհրդանշական մի հատ հետաքրքիր թեմա է։ Ինչի են ասում հոգի։ Ուրեմն փաստորեն հնում մեր հայերը իմացել են, որ մարդը իրականում մարմին չէ, մարդը հոգի է, մարմնով պատված։ Այսինքն առաջնակա մարդը հոգի է, այսինքն հոգևոր է, աստվածային է, հոգին է աստվածային է, չէ։ Այսինքն մենք մեր օրենքները, մեր կյանքի քայլերը հոգու ուղղորդմամբ պետք է գցենք։ Հոգի ուղղորդումը ո՞րն է։ Աստվածային ուղղորդում, Աստված ինչը կուզե որ մենք քայլեր գցենք։ Այդ ծրի պետք է գցենք։ Առաջնակա պետք է դնենք հոգին, հետո նոր մարմինը։ Իսկ որ հանկարծ մարմինը դրեցինք առաջնակայում, նա սխալ կկատարվի տիեզերական բնության մեջ, ու մենք կսկսենք մեր հոգին այլանդակել։ Մի քիչ ուժեղ բառ է այլանդակելը, բայց մեր լույսը բանն էլ էլի, ոնց որ բրեշոր գցենք։ Տակից լույսը մեր հոգին էլ չի երևա։ Այսինքն մենք կսկսենք ուղղորդվել մեր մարմնի ցանկություններով, բայց եթե մենք ուղղորդվենք, քանի որ մենք հոգի ենք, չէ՞, նորոշենք։ Դրա համար որ ուղղորդվենք մեր հոգու կանչով, այսինքն աստվածային ուղղությամբ, աստվածի կանչով, մի ինչ կուզե Աստվածը, ազնվություն, բարություն, սեր ամենակարևորը։ Մեր քայլերը գցելուց ենք մեր կյանքի մեջ, պետք է մի հատ առաջուց հարց տանք, սիկ Աստվածը հաջո է, հոգիը հաջո է, թե չէ, ու նոր քայլերը գցենք, կամ բան։